2026 թվականի հունվարին նաև իշխանական Կալիբրազը մի այդպիսի հոդված էր, մեկնաբանություն էր պատրաստել, որտեղ որ նշված էր, որ Ադրբեջանը երբեք չի դիտարկել ԱՊՀ-ն ինչպես այսպիսի միավորող կառույց կամ պետական մակարդակից ավելի բարձր մակարդակ ունեցող կառույց եւ սա իրականում շատ հետաքրքիր գնահատական է, որովհետեւ վերազգային բնույթից հրաժարվելը Ադրբեջանի կողմից նաև միտմամբ է հիմա արվում եւ միշտ Ադրբեջանը ընդգծել է ըստ իրենց, որ գտնվել այդ ԱՊՀ-ում դա չպետք է որևէ ձև խախտեր Ադրբեջանի սուվերենությունը եւ Ազալի նորից ինքնաթիռը խոցելուց հետո եւ Ռուսաստանում հակաադրբեջանական այսպիսի քաղաքականության հետևանքով ուրեմն կարելի է ասել, որ Ադրբեջանը պետք է վերանայի ԱՊՀ-ում իր մասնակցությունը, այսպիսի հոդված էր գրել Քարիբեր Ազը։ Չնայած սրա վրա որևէ պաշտոնական իրականում տեղեկատվություն առնվազն այս փուլում չկա։ 2025 թվականի դեկտեմբերին Ադրբեջանի նախագահի ուրեմն մամուլի ծառայությունը Անադոլու թուրքական ԶԼՄ-ին ի պատասխան ասել էր, որ Իլհամ Ալիևը չի մասնակցելու ԱՊՀ-ի ոչ ֆորմալ գագաթնաժողովում Սանկտ Պետերբուրգում իր ծանր ուրեմն աշխատանքային գրաֆիկի պատճառով եւ հիշում եք, որ Նիկոլ Փաշինյանը այդ ժամանակ գնաց եւ մասնակցեց այդ միջոցառումում, իսկ ուղիղ ասեմ, որ խիտ այդպիսի գրաֆիկի պատճառով չմասնակցել գագաթնաժողովում դա շատ մեծ դեպքերում նկատի ունեմ տոկոսային առումով շատ հաճախ դեպքերում սա իրականում քաղաքական որոշում է, որին ուղղակի այդպիսի գնահատական է տրվում։ Չնայած դրա, ուրեմն ընդգծվել է, նույն Անադոլուն գրում էր, որ Ադրբեջանը հաճախ մասնակցում է տարբեր այդ գագաթնաժողովներում եւ կարևորում է ԱՊՀ-ի շրջանակներում համագործակցությունը, այսինքն դիվանագիտական առումով դեռ որևէ այսպիսի հստակ մեսիջ, որ դուրս ենք գալու, չեն ուղարկել։ Պետք է ասել, որ արդեն ԱՊՀ-ի մասին է պետք խոսել ձեր հետ միասին եւ ԱՊՀ-ի կանոնադրությունը, որը 1993 թվականին է ընդունվել, ներառում է այնպիսի փաստ, որ պետություն մասնակիցը կարող է դուրս գալ կազմակերպությունից, եթե այսպիսի տեղեկատվություն հայտնի 12 ամսով ավելի շուտ, այսինքն մի տարի շուտ մինչև դուրս գալը եւ հիշեցնեմ, որ այսպիսի դեպքեր տեղի են ունեցել 2008 թվականի օգոստոսին Վրաստանը դիմել էր ԱՊՀ-ին եւ ուրեմն հայտնել էր, որ դուրս է գալի ԱՊՀ-ից եւ պաշտոնական լքեց ԱՊՀ-ն 1 տարի անց եւ այս 1 տարվա շրջանակը ֆիքսված է կոնկրետ այս կանոնադրությունում։ Բացի դրանից պետք է ասել, որ 2026 թվականի ուրեմն հունվարին, այսինքն վերջերս Մոլդովայի արտաքին գործերի նախարարը Միխայել Պոպշոյը հայտարարել էր, որ ուրեմն Մոլդովան պատրաստվում է նաև դուրս գալ ԱՊՀ-ից եւ հաշվի առնելով այս փաստաթղթերը կարան ինչ-որ փաստաթղթեր մնալ ուժում, բայց ինչ-որ փաստաթղթեր չեղարկվել եւ ընդհանուր առումով Մոլդովան նաև դուրս է գալի ԱՊՀ-ից։ Եվ շատ կարևոր է նշել առհասարակ, երբ մենք խոսում ենք քաղաքական բաղադրիչների մասին, ապա Ուկրաինան երբեք չի ուրեմն ընդունել վերջնական այդ վերացրել ՀԱՊՀ-ի կանոնադրությունը եւ երբեք վերջնական անդամ չի դառել ԱՊՀ-ի, բայց ինչ-ինչ փաստաթղթերում եւ պայմանավորվածություններում Ուկրաինան մասնակցել է 2023 թվականի ուրեմն գարնան ընթացքում Ուկրաինան դուրս է եկել խորհրդարանական ասամբլեայից ԱՊՀ-ի, իսկ 2026 թվականի հունվարին հիմա նաև Վլոդիմիր Զելենսկին հրաման է ստորագրել, որով դուրս են եկել իրանք պետական սահմանների մասին փաստաթղթից, որը նաև ԱՊՀ-ի մաս է կազմում։
Եվ կարելի ասել, որ այդ տրամաբանությամբ Վրաստանը լքել է ԱՊՀ-ն, միևնույն ժամանակ Ուկրաինայի եւ Ղազախստանի հետ կնքել է փաստաթղթեր, որոնք կային ԱՊՀ-ի մեջ, բայց երկկողմ տրամաբանությունով։ Ուկրաինան, ինչպես արդեն ասացի, փաստացի երբեք էլ մաս չի եղել։ Մոլդովայի դեպքը շատ հետաքրքիր է, որովհետև Մոլդովան փաստացի նաև մի քանի փաստաթղթից է հրաժարվելու ԱՊՀ-ի, այդ թվում կանոնադրությունից, ԱՊՀ-ն ձևավորման մասին փաստաթղթից, բայց դրանից հետո նաև թողելու է ինչ-ինչ պայմանագրեր, որոնք խոսքին վերաբերվում են ուրիշ պետությունների հետ համագործակցությանը, վերաբերվում են միմյանց ուսումնական փաստաթղթերի ճանաչմանը եւ այլն։ 2026 թվականի սկզբի համար հիմա մենք դեռ ունենք ԱՊՀ-ում 9 պետություն՝ Հայաստանը, Բելարուսը, Ղազախստանը, Ղրղստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը, Ադրբեջանը եւ Թուրքմենստանը, որը ասոցիացված անդամ է։ Այսինքն հիշեցնեմ ձեզ, որ Ռուսաստանի հետսովետական տարածաշրջանը, որը իրանք այդպես են կոչվում, ունի 3 գլխավոր բաղադրիչ տարածաշրջան։ Դա Արևելյան Եվրոպայի հատվածն է՝ Բելարուս, Ուկրաինա, Մոլդովա, որտեղից որ Ուկրաինան երբեք չի միացել եւ հիմա վերջնական լքել է բոլոր այդ կառույցները, Մոլդովան նաեւ լքում է, մնում է միայն Բելարուսը, Հարավային Կովկաս, Վրաստան, Հայաստան, Ադրբեջան, որտեղ որ Վրաստանը լքել է, Հայաստան, Ադրբեջանը դեռ մնում են, եւ Կենտրոնական Ասիա, Ղազախստան, Ուզբեկստան, Թուրքմենստան, Ղրղստան եւ Տաջիկստան, որոնք մնում են բացի Թուրքմենստանից, որը ասոցիացված անդամ է։ Այս պայծրությամբ որևէ հայտարարության այս ուղղությունով չկա, բայց պետք է ասել, որ Ադրբեջանը ընդհանուր առումով կարելի ասել, որ այո, դժգոհ է Ռուսաստանի հետ հարաբերություններով եւ նաեւ ԱՊՀ-ի ուղղությունով այսպիսի մոտեցումներ կարա ունենալ։ Արենք հիմա ձեր հետ միասին մենք քննարկենք տարբեր բաղադրիչները, թե ինչ հետևանքներ կարա ունենալ սա Ադրբեջանի համար։ Առաջի հերթին ասեմ, որ ուրեմն տրենդի վրա ադրբեջանական ԶԼՄ-ի վրա հղում անելով կարելի ասել, որ Ադրբեջանի ուրեմն տնտեսության կարևոր մասը կապ ունի ԱՊՀ տարածաշրջանի հետ, առևտրային շրջանառության ուրեմն 6.9 միլիարդը, ինչը կազմում է Ադրբեջանի առևտրի մոտավորապես 14.5%-ը, գնում է դեպի ԱՊՀ պետություններ եւ ընդհանուր առումով այս արտահանումը եւ շրջանառությունը 8%-ով մոտավորապես աճել է վերջին 1 տարվա ընթացքում։ Եթե վերցնենք եւ համեմատենք ուրեմն առանձին Ռուսաստանի հետ առևտուրը, ապա Ռուսաստանի հետ Մոլդովայի առևտուրը մոտավորապես Ադրբեջանի առևտուրը կներեք, մոտավորապես 4.9 միլիարդ է եւ այստեղից ուրեմն կարելի ասել, որ Ադրբեջանի տնտեսությունում 10%-անոց դեր ունի Ռուսաստանը առևտրում նկատի ունեմ, առևտրի բաղադրիչում։ Եվ եթե համեմատենք այստեղից մոտավորապես 5 միլիարդը, եթե համեմատենք մոտավորապես 7 միլիարդին ամբողջ, ուրեմն ԱՊՀ-ի հետ առևտրի, ապա այո, ստացվում է, որ 7-ից 5-ը Ռուսաստանի հետ է, իսկ 2-ը մնացած պետությունների, ամեն դեպքում եթե Ադրբեջանը դուրս գա ԱՊՀ-ից, ապա դա չի բերի առևտրային հարաբերությունների խզմանը, որովհետև մեծ առումով չի փոխվում առևտրի բովանդակությունը, որովհետև Ադրբեջանը չի ինտեգրված խոսքին Եվրասիական տնտեսական միությունում, ԱՊՀ-ում կա ազատ առևտրի մասին պայմանագիր եւ 94 թվականից ստորագրված եւ Ադրբեջանը այդ պայմանագրի մաս է, եթե պետությունը ուրեմն եթե Ադրբեջանը դուրս գա այս կառույցից, ապա տարբեր մասնակիցների հետ կարող է պահել այս փաստաթուղթը եւ կարող է Ռուսաստանի հետ չկարողանա միայն պահել, իսկ մնացած անդամ պետությունների հետ կարողանա պահել այս փաստաթուղթը, այսինքն երբ ասում ենք ԱՊՀ-ից դուրս գալը, ապա մենք պետք է հասկանանք, որ այս դեպքում նույն Ադրբեջանի համար էլ սա ինչ որ առումով Ռուսաստանից հեռանալու հարց է, այլ ոչ թե մնացած ԱՊՀ անդամներից, երկկողմ օրակարգով Ադրբեջանը կարող է լուծել հարցերը, որոնք վերաբերում են մնացած անդամներին։
Ռուսաստանը նաև Ադրբեջանի համար մնում է լոգիստիկ առումով գործընկեր, բայց նվազում է այդ գործընկերության հնարավորությունները եւ եթե ԱՊՀ-ից դուրս գա Ադրբեջանը, ապա քաղաքական ավելի ազդեցություն կունենա սա, քան թե ազդեցությունը կվերաբերվի այսպես զուտ լոգիստիկ ոլորտի, ռուսական ֆինանսական համագործակցությունն էլ մեծ մասամբ ԱՊՀ-ից կապված չէ։ ԱՊՀ-ից կապված է միգրանտների հարցը եւ այդ ուղղությամբ երևի Ադրբեջանի համար ավելի հետաքրքիր է այս հարցը, որովհետեւ 100 հազարավոր ադրբեջանցիք ապրում են Ռուսաստանում եւ աշխատում են այնտեղ եւ եթե Ադրբեջանը ԱՊՀ-ից դուրս գա, ապա այս միգրանտների համար փաստաթղթերի առումով էլ ավելի ծանր իրավիճակ կարող է ստեղծել, բայց հնարավոր է հետո ստորագրել երկկողմ փաստաթղթեր եւ փորձել այդպես լուծել հարցը։ Ադրբեջանի համար կենսական նշանակություն ունի ԱՊՀ-ի փոխարեն փաստացի թուրքական պետությունների միության առումով ինտեգրումը, որը ակտիվորեն համագործակցում է Թուրքիայի, Պակիստանի եւ ուրիշ տարածաշրջանի անդամ պետությունների հետ, ներառյալ Կենտրոնական Ասիան, այսինքն այս գործընթացը կարող բերի ի վերջո նրա, որ դեռ առաջինը Ադրբեջանը, ինչպես թուրքական պետություն, դուրս գա այս ուրեմն ԱՊՀ-ից, իսկ հետո կամաց-կամաց ԱՊՀ-ից կարող են դուրս գալ Ղազախստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը եւ Ղրղստանը, ինչպես մնացած թուրքական պետություններ եւ դա նաեւ կարա փոխի, որովհետեւ ԱՊՀ-ն դա ռուսական ծրագիր է, իսկ թուրքական պետությունների միությունը թուրքական ծրագիր է եւ թուրքական այս պետությունները ուզում են թուրքական ծրագրի մաս լինեն, այլ ոչ թե ռուսական, այսինքն Ռուսաստանը կորցնում է Ուկրաինան եւ Մոլդովան, մնում է Բելարուսը, կորցնում է Հայաստանը եւ Ադրբեջանը եւ Հարավային Կովկասում մնում է Վրաստանը եւ կորցնում է Կենտրոնական Ասիայում բոլոր պետությունները, ամենաշատ մնում է երևի Ղազախստանը, որտեղ սահման ունի, բայց Ուզբեկստանը, Ղրղստանը եւ Թուրքմենստանը մեծ առումով նաեւ լքելու են Ռուսաստանի ազդեցության գոտին։ Պետք է ասել, որ քաղաքական բաղադրիչը ԱՊՀ-ի հանդիպումների մեջ է, առաջնորդների, Ալիևը արդեն երկար ժամանակ է չի մասնակցում այդ հանդիպումներում, եւ կարելի ասել, որ սիմվոլիկ է, որովհետեւ որևէ ուրիշ այսպիսի ուղիղ պարտականություններ ԱՊՀ-ն չի ներառում, եւ եթե ԱՊՀ-ից Ադրբեջանը դուրս գա, ապա իրոք կսրվեն Ադրբեջանի եւ Ռուսաստանի հարաբերությունները ել ավելի, եւ իհարկե դա կարա լինի լուրջ խնդիր։ Ռուսաստանը կարա ստեղծի արդեն տնտեսական խնդիրներ Ադրբեջանի համար, ինչպես այդ միգրանտների առումով, այդպես էլ տարբեր առևտրի 5 միլիարդանոց այդ առևտրի առումով եւ փորձի ազդել նաեւ Ադրբեջանի վրա ճնշում ձևավորել ընդհանուր առումով։ Պետք է ասել, որ ադրբեջանական ուրեմն air պետականամետ, այսպես ասեմ, այնտեղ պետականամետ են ամեն ինչ կամ իշխանական են նույնիսկ ոչ կառավարական կառույցը, իշխանական ոչ կառավարական կառույցը, ուրեմն հայտարարում է նրա մասին, որ Ռուսաստանը, որ չի ուրեմն ամբողջ լիարժեք այսպիսի ազալի այդ դեպքը ուսումնասիրել եւ պարզել, դա ի վերջո բերել է նրան, որ Ադրբեջանում քաղաքացիները փոխել են իրենց մոտեցումը Ռուսաստանի հանդեպ եւ ադրբեջանական ԶԼՄ-ները շատ ագրեսիվ են դարել վերջի շաբաթների եւ ամիսների ընթացքում հենց Ռուսաստանի հանդեպ եւ կարելի ասել, որ ԱՊՀ-ի դերը այնպես էլ նվազել է, որովհետեւ Ադրբեջանը Շանխայի համագործակցության կազմակերպության անդամ չէ, բայց դիտորդի կարգավիճակ ունի, ինչպես նաև թուրքական պետությունների միությունում ակտիվ մասնակից է, ռազմական առումով Թուրքիան է իր գլխավոր դաշնակիցը, հապկում Ադրբեջանը չկա, եւ ուստի ոչ էլ Եվրասիական տնտեսական միությունում, ուստի Ադրբեջանի համար խնդիր չի լինի իրականում լքել ԱՊՀ-ն։ Եվ Մոլդովայի հետ զուգահեռ կարելի ասել, որ այդ օրակարգը իրատեսական է։ Մենք պետք է նաև այս բաղադրիչում քննարկենք այն հարցը, որ Հայաստանը նաև կարա ունենալ այսպիսի օրակարգ։ Եթե Ադրբեջանը լքի ԱՊՀ-ն, Մոլդովան էլ լքի ԱՊՀ-ն, ապա Հայաստանը կարող է նաև քննարկել ԱՊՀ-ի լքելու հարցը ապագայում, եթե այդպիսի ցանկություն ունենա։ Դա կախված կլինի Ռուսաստանի քայլերից Հայաստանի դեմ։ Կշարունակվեն այս քայլերը, որոնք հիմա արվում են Հայաստանի դեմ, ներքաղաքական դաշտում, մենք կարող ենք այդ հարցը ունենալ օրակարգում, բայց ամենակարևոր հարցերը մեր համար ոչ թե ԱՊՀ-ն են, այլ ՀԱՊԿ-ն է,
այլ Ռուսաստան ռազմական ներկայությունը եւ Եվրասիական տնտեսական միությունը։ Եվ հետո ՀԱՊԿ, կներեք, հետո ԱՊՀ-ն, ամենավերջը։ Իմ պատկերացումով մենք կարողացանք ձեր հետ միասին այսպես ամփոփել եւ հասկանալ այս զարգացումը եւ բովանդակությունը։ Այս պայծառությամբ հստակ հաստատում չկա, բայց ադրբեջանական այս իշխանական ԶԼՄ-ները, որ սկսել են հարգելի այրնակիցներ արդեն բացահայտ խոսել ԱՊՀ-ն լքելու մասին, արդեն կարելի է ասել, որ սա լուրջ քայլեր են այդ ուղղությունով եւ կարա նաեւ տեղի ունենալ։ Եվ Ադրբեջանը կարելի է ասել նաև քաղաքական հիմք է դրա համար պատրաստում, որ ել ավելի սահմանափակի Ռուսաստանի ներկայությունը եւ Ռուսաստանի հետ կապը եւ ազդեցությունը եւ թուրքական ինտեգրումը, ինչը նաև մեր հետ ուղիղ կապ ունի։ Եթե մենք TRIP ծրագրով թուրքական պետությունների միության հետ դառնում ենք այսպիսի գործընկեր, ապա այդ իրավիճակում մեր սպառնալիքները մեր հանդեպ շատ քիչ են։ Եթե մենք այստեղ փորձում ենք Ռուսաստանի պլացդարմի կարգավիճակ ստանալ եւ ռուսական գործակալները Հայաստանում ներքաղաքական դաշտն են զբաղեցնում, ապա դրա հետևանքով փաստացի կարելի է հայտնվել այնպիսի իրավիճակում, որ նույն Ադրբեջանի եւ Թուրքիայի համար Հայաստանը կարա դառնա ամենակարևոր թիրախը, իսկ Ռուսաստանը մեզ նորից օգտագործի։ Ուստի եթե Ադրբեջանը լքի ԱՊՀ-ն, ապա տարածաշրջանում Հայաստանը մնում է այնպես, որ ԱՊՀ-ի հետ նույնիսկ սահման չունի, որովհետև Վրաստանը ԱՊՀ-ի անդամ չէ եւ փաստացի Ադրբեջանը կարող է չլինի, եւ դա իրատեսական է, որովհետև պետական մամուլը այնտեղ ուղղակի այս հայտարարությունները չի անում, եւ կարելի է ասել, որ եթե Ադրբեջանը գնա այդ քայլի, մենք կարող ենք այդ քայլը քննարկել։ Բացի դրանից, ես կարծում եմ, որ հայկական կողմը պետք է նախապատրաստի երկկողմ փաստաթղթեր, որոնք այսպիսի ալտերնատիվ կլինեն, ուրեմն փոխարինող ԱՊՀ փաստաթղթերին։ Այդ փաստաթղթերը պետք է լինեն, տեսեք, ԱՊՀ-ում ով է մնում, Մոլդովան չի մնում, դուրս է գալի եւ Մոլդովայի հետ այնպես էլ նոր փաստաթղթեր պետք է լինեն, ԱՊՀ-ում մնում է Կենտրոնական Ասիայի այդ թուրքական պետությունները, Բելարուսը։ Ուստի Բելարուսի հետ չգիտեմ ինչքանով մեզ պետք է առհասարակ որևէ համագործակցության մասին փաստաթուղթ, իսկ Կենտրոնական Ասիայի եւ Ադրբեջանի ուղղությունով մենք կարող ենք, եւ ես դա շատ ուղիղ եւ պարզ կասեմ, որ մենք պետք է աշխատենք թուրքական պետությունների միության թուրքական պետությունների կազմակերպության, այդպես է կոչվում, այս կազմակերպության հետ, նրա համար, որ այդ կազմակերպության հետ ձևավորենք այնպիսի փաստաթղթային հիմք, որի հիմքում պետք է լինի առաջերտին Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների ձևավորում, որ մենք կարողանանք տնտեսական հարցերում նաեւ ունենալ Թուրքիայի, Ադրբեջանի եւ Կենտրոնական Ասիայի թուրքական պետությունների հետ համագործակցություն։ Այդ դեպքում ԱՊՀ-ն միայն Ռուսաստանի մասին է, իսկ մենք Եվրասիական տնտեսական միության անդամ ենք, ուստի հաշվի առնելով, որ Եվրասիական տնտեսական միության անդամ ենք, ԱՊՀ-ից դուրս գալը մեր համար առհասարակ որևէ խնդիր չի ներկայացնում, որովհետև տնտեսական բաղադրիչները որոշված են Եվրասիական տնտեսական միությունում, բայց ասեմ, որ առաջնահերթությունը մեր համար ԱՊՀ-ից դուրս գալը այդպես չէ, որովհետև առաջնահերթությունը ռուսական ռազմական ներկայությունը հանելը եւ Ռուսաստանի վրա մեր տնտեսության կախվածության փուլ առ փուլ նվազեցումը, որը ունի շատ մեծ ռազմավարական նշանակություն։ Մենք իհարկե ձեր հետ միասին պետք է ակտիվորեն հետևենք, հարգելի հայրենակիցներ, Ադրբեջանի եւ Ռուսաստանի հարաբերություններին, ԱՊՀ-ի կազմում նաեւ Ադրբեջանի գործունեությանը, ներառյալ իհարկե այն հարցը հիմա, որի մասին խոսում էի, նկատի ունենալով ուրեմն թուրքական պետությունների կազմակերպության ուղղությունով քայլերը եւ պետք է շարունակենք վերլուծել այս բոլոր հարցերը, ուստի կշարունակենք հետևել եւ խոսել այս հարցերի մասին։ Շնորհակալություն ուշադրության համար, կհանդիպենք, ցտեսություն։